Աշխարհը փոխվում է, իսկ մեր տարածաշրջանը սկսեց փոխվել 44-օրյա պատերազմից հետո։ Այդ փոփոխությունները նոր մարտահրավերներ են առաջ բերել ոչ միայն մեր, այլև հարևան Իրանի համար։ Այսօր առավել քան երբևէ Հայաստանն ու Իրանը զգում են միմյանց կարիքը։ Թե Իրանում եւ թե Հայաստանում ընդունում են, որ երկու ժողովուրդների միջև կա երկխոսության եւ քննարկումների պակաս։ Այս առումով կարևոր էր Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի ու նույն կուսակցության անդամ Դավիթ Երանոսյանի այցը Իրան։ ՔԺԿ նախագահը Հայաստանի միակ քաղաքական ուժի ղեկավարն էր, որը մասնակցեց Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի մահվան 36-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ 8-օրյա այցի ընթացքում Լևոն Շիրինյանը եղավ Թեհրան եւ Ղոմ քաղաքներում, նաեւ Չաբահար նավահանգստում։ Կոնկրետ թվարկեմ հարցը ինչի մեջ է։ Եթե դուք Հնդկաստանից ապրանքահոսք եք կազմակերպում գերժամանակակից ավտոմայրուղիներով, նաեւ երկաթուղով, դուք առաջինը եթե ստրատեգիական մտածողություն ունեք, հասնում եք ոչ թե Բանդար Աբբաս, այլ վերակառուցվող Չաբահարի նավահանգիստ, որը Օմանի ծովածոցի, այսպես ասած, շերտների վրա է։ Դա ժամանակակից առումով շատ շահավետ է շահագործման համար, որովհետև ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության Բանդար Աբբասի ծանրաբեռնված, նաև Պարսից ծոցի այդ հանգամանքով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնող նավահանգստի կողքին ունենում եք այլընտրանքային նավահանգիստ, որը իմիջիայլոց օվկիանոսային փոխադրության համար շատ ավելի հարմար է, քան ինքը Բանդար Աբբասն է։ Ծովախորշը հարմար է ծովագնացության եւ նավահանգստի համար, երկրորդը շատ ավելի խորն է, քան ուրիշ տեղերում։ Տեսեք ինչ եք անում։ Ուրեմն Իրանի, Հնդկաստանից կամ հեռավոր ուրեմն Ինդոնեզիայից, չզարմանաք, Վիետնամից, Հարավ-Արևելյան Ասիայից մի խոսքով ապրանքահոսք եք կազմակերպում դեպի ուրեմն Չաբահարի նավահանգիստ, բայց գլխավորը անշուշտ լինում է Հնդկաստանն իր ահռելի աճող տնտեսությունով, տեխնոլոգիաներով եւ վերջին շրջանում տնտեսական ակտիվությամբ մշակութային իր գրավիչ տեսքով։ Այս բոլորը Չաբահարի նավահանգստում սինթեզվում է եւ ցամաքային մավթոմայրուղով, ուրեմն շարժվում է դեպի կենտրոնական Իրանով դեպի Թեհրան, այնտեղ մի քաղաք կա Զահեդան կարևոր քաղաքով, այդ քաղաքով անցնում է դեպի Թեհրան, Թավրիզ, Ագարակով հայկական մայրուղով, որ դեպի Կապանով դեպի Երևան, Երևանով ճյուղավորվում է մեկ Վրաստանի Ռուսաստանի էքսերտով։ Չզարմանաք, սա համաշխարհային այդպիսի մայրուղի կարող է լինել, որը կարող է մրցակիցներ շատ շատերի հետ, առաջին հերթին Ադրբեջանի, ուրեմն այդ Բաքվում կատարվող փոխադրումների հետ։ Այս բանակայում Հայաստանն ունենում է իսկական ստրատեգիական իմաստով ճանապարհ եւ ոչ միայն ուրեմն Հայաստան, այլ նաեւ Վրաստան, Ցերձովյան երկրներ ալտերնատիվ ճանապարհ, Իրանի Իսլամական Հանրապետությունը հաղթահարում է Ադրբեջանի շանտաժը ճանապարհի մոնոպոլիայի իմաստով։ Լևոն Շիրինյանը այցի ընթացքում ունեցավ մի քանի կարևոր հանդիպումներ Իրանի իշխանամերձ եւ անկախ փորձագիտական շրջանակների, նաեւ բարձրաստիճան հոգեվորականների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին Հայաստանի եւ մասնավորապես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետները հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ։ Շիրինյանն ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է կառուցվեն բացառապես հավասարության սկզբունքի վրա։ Երկու պետություններն ունեն այսօր լուրջ խնդիրներ, որոնց լուծումն անհնար կլինի, եթե Թեհրանն ու Երևանը չհարգեն միմյանց տեսակետներն ու սկզբունքները։ Սա ինչ էր, այսպես ասեն, քաղաքական պլատֆորմի ճակատամարտ էր հանուն Հայաստանի Հանրապետության, որ ես կարծում եմ, որ կարողացա ինչ-որ չափով տալ այդ ճակատամարտը, որովհետև իմ թեզիսը մնում է նույնը, ինչ ամենտեղ հանդիպման ասեցի, որ Սիրիայում Իսլամական Հանրապետության պարտությունը եւ արտամղում է եւ Հայաստանի Հանրապետության պարտությունը 44-օրյա պատերազմում գեոքաղաքական իրադրությունը արմատապես է փոխել։ Ես նույնիսկ իմ գոլեգաներին առաջարկում էի, ասում էի, որ մի քիչ մտածեք, շատ ավելի խոր կգնալ է պետք, կարող է շատ ավելի արմատական փոփոխություն է
քան ես այսօր կարող եմ գալեմ, բայց ես ընկալում եմ արմատապես փոփոխված վիճակ եւ այստեղ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ես որպես ակադեմիայի քաղաքագիտության բաժնի վարիչ մեր Երևանյան առաջարկել եմ իմ ալտերնատիվները, որոնք ամբողջական են այդ ալտերնատիվները կոնցեպցիա եմ առաջարկել, որը բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահից եւ Իրանի Իսլամական Հանրապետության պետական շահից։ Ես գտնում եմ, որ այստեղ երկուսը իրար մերձենալու շատ տեղ ունեն, բայց այդ մերձեցմանը խանգարում է մի հանգամանք, որը նաեւ ռուսական սինդրոմ է, իրանական սինդրոմ է։ Իրենք ուզում են Հայաստանը եւ հայ ժողովրդի հանդեպ ունենան գերակա հովանավորչական այսպիսի վերաբերմունք, որ անթույլատրելի է։ Ես բացատրել եմ ինչի համար։ Մենք կարող ենք ազնիվ բնական երկխոսություն ունենանք եւ շահերի փոխհամատեղում անկախ այն բանից Հայաստանի Հանրապետությունը քանի ուրեմն որ 30,000 քառակուսի կիլոմետր չկա այսօր, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը 1.6 միլիոն քառակուսի կիլոմետր է։ Դա գեոստրատեգիական շարժերի մեջ այդքան էլ կարևոր չի։ Իհարկե շատ լավ կլներ, որ մենք էլ մեծ հայքի ունենայինք այնպիսին, ինչպիսին եղել է Իրանի հետ ճանապարհ դուրս գալու հեռավոր հազարամյակներին, բայց հիմա իրողությունը դա է, բայց Հայաստանի ես ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ եւ մարդիկ, ովքեր մտահոգ են, մտավորական եւ այլն հասկանան, որ հյուսիս-հարավ մայրուղին որ կա, դա ինքը արժեք ունի այնքանով, որքանով այդ մայրուղին ընդգրկում է Հայաստանի Հանրապետություն, ուրեմն Իսլամական Հանրապետություն եւ Հնդկաստան եւ Անդին, դա Հնդկական օվկիանոսն է, այն կողմ Ավստրալիան է, որտեղ ունենք լավագույն գաղութ, բայց հարաբերություն ճանապարհի բարակով քիչ ունենք, տնտեսական Ինդոնեզիան է, արագ աճող, ինչ ասեմ, Վիետնամն է, որ թռիչք է գործում, մեր ժողովուրդը շատ բաներից տեղյակ չի։ Շատերը սովետական շրջանի կլիշեների, խեղճության եւ պատկերների տակ է մնացել եւ դա այդ իմաստով վատ է, բայց աշխարհը արագ փոխվում է։ Ես կուզենայի, որ ես իմ պատկերացումները շարադրեցի ձեր ներկայությամբ բոլոր այս հանդիպած տեղերը։ ՔՇԿ առաջնորդը հայ-իրանական հարաբերությունների մասին խոսել է նաև Թեհրանի պետական համալսարանում, նաև հայկական Արաքս շաբաթաթերթի եւ Ռաֆի մարզամշակութային համալիրի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։ Հայաստանը շրջափակված է մոտ 180 միլիոն մահմեդականներով, որոնց կեսը բնակվում է բարեկամ Իրանում։ Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի շատ են սկսել խոսել պանթյուրքիզմի մասին, ինչը մտահոգիչ է ոչ միայն մեր, այլև Իրանի համար։ Թե Հայաստանում եւ թե Իրանում շատ են խոսում երկու երկրների սերտ հարաբերությունների կարևորության մասին։ Այդ հարաբերությունները կարող են արդյունք տալ, եթե դրանք կառուցվեն փոխադարձ հարգանքի եւ հավասարության սկզբունքի վրա։ Հայաստանին պետք է ուժեղ եւ կայուն Իրան, Իրանին պետք է կայուն, հզոր եւ զարգացած Հայաստան։ Միայն այդպես հնարավոր կլինի դիմակայել տարածաշրջանային մարտահրավերներին, բայց այս առումով երկու երկրներն էլ պետք է ահռելի աշխատանք տանեն, որոնց մեկնարկը կարելի ասել արդեն տրված է։